Մարդիկ պաշտոնական դիրքի չարաշահմամբ են դա անում։ Այսինքն այս հոդվածները ո՞նց կարող ես դու շրջանցել։ Լավ շրջանցես մի գիշեր, երկու գիշեր։ Արամ Զավենիչը պատրաստ է ցանկացած միջավայր դուրս գա, իդեպ որի համար կոմպլեքս է դարձել իր եղբոր մասին խոսելը։ Նկատել եք, հենց արձանից խոսում են կամ եղբորից խոսում են, այդ մարդը սկսում է գոռալ Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան։ Հիմա երկրորդ կոմպլեքսը միացավ քեզ։ Մեղ չես։ Վիճակը լուրջ առանց էլ մամուլը գրում է թե ընտանիքում ինչքան իզգոյ ես դարձել դու։ Լավ հիմա հասարակության մեջ իզգոյ, բանի մեջ իզգոյ։ Մենակ Անի Խաչատրյանին դուր գալու համար կարելի է քան տառը։ Տղեն ինչ կապիտալ է ձեզ համար։ Այդ կիսա խուլիգան կամ խուլիգան թաղապետը, որը քրեական անցյալ ունի, պարզվում է հաստաշերտ, որը Այսինքն հաստաշերտ։ Գործ կա քրեական իր քենու ինքնասկամության հետ կապված, որի մեջ ինքը թաթախված է, եւ դա 17 թվականին է եղել, շատ ավելի վաղ։ 17 թվականին, երբ իմ գործընկերներից մեկը ակտիվ լուսաբանել է այս մարդու հետ կատարվածը, ինքը բարբերաբար խնդրել, աղաչել է, որ իմ անունը մի գրես քաղաքական կարիերա եմ անում։